Շատերս գիտենք, բայց ես նաև հիշեցնեմ, ինչ է նշանակում ընդհանրապես շնորհ։ Շնորհ, դա եզակի է, շնորհք, դա շնորհների շատություն, հոգնակի է։ Շնորհ նշանակում է նախ ձրի բարիք, օրհնություն։ Եվ շնորհ անել նշանակում է այդ ձրի բարիքը տալ, ընդ որում առանց հաշվի առնելու ում որ տրվում է դա դրան արժանի է թե ոչ, արժանիքները հաշվի չի առնվում, առանց հաշվի առնելու արժանիքները, անկախ դիմացինից, անկախ ում որ տրվում է նրա արժանիքներից, բարիք է տրվում, դա նշանակում է շնորհ անել, այդպես է։ Եվ շնորհքի արժանանալ Աստծո մոտ, շնորհի արժանանալ, դա նշանակում է այդ ասենց ասած Աստծո այդ բարեհաճությանը արժանանալ, շնորհալի վերաբերմունքին արժանանալ։ Պատկերացնում եք Աստված բարեհաճ է, սիրում է, քաղցր է, լավ է տրամադրված քո նկատմամբ եւ կարողանում է անկախ քո արժանիքից քեզ իր բարիքները տալ, նվեր անել։ Սրա եւ Սուրբ Գիրքը ներկայացնում է, որ Աստված շնորհալի Աստված, այսինքն այդ բնավորության մեջ է։ Բայց հետաքրքիր է ասենք, ինչ կա, որ ասենք Աստված մեզ պիտի այդ հիմքը ընդունելով այդպիսի վերաբերմունքի արժանացնի։ Եվ Սուրբ Գիրքը ներկայացնում է, որ Աստված իր որդու Հիսուս Քրիստոսի պատճառով է, նրա անունով է, նրա կատարած գործի պատճառով է, որ մեզ արժանացնում է հավիտենական շնորհների, այդպես է ասում Սուրբ Գիրքը։ Մենք դառնում ենք Քրիստոսի ընդունած լինելով դառնում ենք Աստծո բարեկամը, Աստծո որդին, Աստծո ասենց ասած հաճելի անձնավորություն, մեկը, որին Աստված բարեհաճություն է ցուցաբերում եւ որոշել է առատապես օրհնի, առատապես իր նվերները տալ։ Եվ Հովանու առաջի գլուխ 14-րդ խոսքից պիտի կարդամ մինչև 18, ասում է. «Եվ բանը մարմին եղավ, եւ բնակվեց մեր մեջ, եւ նրա փառքը տեսանք ինչպես հորից եղած միածնի փառքը, շնորհքով եւ ճշմարտությունով լիքը»։ Հովհաննեսը վկայում է նրա համար եւ աղաղակեց ու ասեց. «Սա էր, որի համար ասում էի, թե ինձանից հետո եկողը ինձանից առաջ եղավ, որովհետեւ ինձանից առաջ էր։ Եվ նրա լիությունիցը մենք ամենքս առանք շնորհք շնորհքի տեղը, որտեղ օրենքը Մովսեսի ձեռով տրվեցավ, շնորհքն ու ճշմարտությունը Հիսուս Քրիստոսի ձեռով եղավ։ Աստծուն ոչով երբեք չի տեսել, բայց միածին որդին, հոր ծոցում լինողը նա պատմեց»։ Այստեղ տեսնում ենք ներկայացում է հետևյալ իրականությունը, որ ներկայացում է, որ ում ձեռքով է, որ Աստված իր նվերները, բարիքները տալիս է մարդկանց, ում միջոցով, ում պատճառով։ Եվ այստեղ խոսվեց, որ եթե Մովսեսի ձեռքով օրենքը տրվեց, ապա շնորհքն ու ճշմարտությունը Հիսուս Քրիստոսի ձեռքով տրվեց։ Աստված իր օրհնությունները տալիս է մեզ իր որդով, Հիսուս Քրիստոսի ձեռքով։ Հետաքրքիր է ասենք, խոսում է, որ շնորհքն ու ճշմարտությունը Հիսուս Քրիստոսի ձեռքով տրվեց։ Կարա ասես մեր մոտ հարց առաջանա, մինչև Հիսուս Քրիստոսի աշխարհ գալը, միթե ոչ մի բան չի տվել Աստված մարդկանց, ձրի, ասենց ասած, իր նվերներից։ Եվ այստեղ, որ Քրիստոսի հետ կապվեց եւ Քրիստոսի գալուստի հետ կապվեց շնորհքի եւ ճշմարտության մարդկության տալը, հասկանում ես, որ սա հատուկ, ոնց որ ասած, առանձնահատուկ մի շնորհքի եւ ճշմարտության մասն է խոսքը։ Հավիտենական, անսահման, փրկարար, կյանքի ամեն օրհնություններով լցված, այսպես է, տվել է Աստված, որտեղ Աստված բոլոր ժամանակներում այդ սրտի տերն է եղել, բարի կամեցող եւ բարի կանող։ Բայց բաներ կան, որ ասենց ասած, որ կոչվում էր, հենց այստեղ ներկայացում է, որ ասում է դրանք Քրիստոսի ձեռով այո պիտի տրվեր, դրանք Աստված տալիս է նրանց, ովքեր Քրիստոս Հիսուսին կընդունեն, նրանք են դառնում այդպիսի շնորհքի ընկալողներ, ընդունողներ, այսպես կարելի ասել։ Եվ այստեղ
ներկայացնում է մեր Տեր Հիսուս Քրիստոսը, որ վերևում խոսվեց, ասում է բանը մարմին եղավ եւ մեր մեջ բնակվեց եւ մենք տեսանք նրա վրա աստվածային փառք կարելի ասել, հորից եղած միածնի փառքը շնորհքով եւ ճշմարտությունով լիքը։ Ինքը Քրիստոսը շնորհքով եւ ճշմարտությունով լիքն էր, լեփ լեցուն։ Եվ ասում է, այդ ինքը ոչ թե սովորական փառքի տեր էր, սովորական շնորհքի տեր, այլ միածին որդու Աստծուց դուրս եկածի աստվածային փառքով, աստվածային, ասենց ասած, օրհնություններով լցված մեկն էր։ Եվ մենք ասում ենք նրանից առանք շնորհք, շնորհքի տեղը, այսինքն առատապես, անդադար, շարունակական, իրար հետևից բխող, եկող, ոչ թե մեկը, ոչ թե երկու բան, միշտ է երեք բան, այլ ամեն բան, ինչպես Սուրբ Գիրքն է ներկայացնում, որ Աստված մեզ օրհնեց Հիսուս Քրիստոսով ամեն բաներում, թե կյանքի համար պետք, թե աստվածապաշտության համար անհրաժեշտ ամեն բաներում Քրիստոսն է օրհնությունը։ Այսպես է։ Եվ նրանք են արժանանում, այո, այս հավիտենական, անսահման, անվերջանալի Աստծո նվերներին, բարիքներին, այդ շնորհալի վերաբերմունքին Աստծո, ովքեր կընդունեն իր որդուն, որտեղ Աստված տալիս է, հասկանում եք ոնց է, չի մերժում, ոչ մեկի չի մերժում, բայց հասցե ունի, տեղ ունի, անձ կա, որով է տրվում, նրան մոտեցի, նրան ընդունի, նրան ընդունելով իմ շնորհները կստանաս։ Այսինքն ոչ մի աշխատանք էլի արժանիք չի հաշվի առնում, ուշադրություն դարձրեք, բոլորը կարող են ընդունել Աստծո շնորհները։ Իրոք դա նվեր է, չի ասում էս արա, այն արա, այն արա, ինչ որ աշխատանքներ բան կամ ինչ որ որակներ մարդկային։ Չէ, ասում է տալիս եմ, մոտեցի իմ որդուն, ընդունի իմ որդուն։ Եվ դու կդառնաս, ասած իմ աչքի լույսը, իմ բարեկամը, իմ սիրելին։ Այն ինչ որ որոշել եմ անելու կստանաս, կընդունես, այնտեղից կվերցնես։ Այսպես է։ Եթե զրկվում է մարդը Աստծո շնորհներից, միայն այն պատճառով, այդ բարի նվերներից, հավիտենական կյանքի համար, որ ամեն ինչ է իր մեջ պարունակում, եթե զրկվում է, ապա մենակ իր հպարտության, ամբարտավանության ու հակառակության պատճառով։ Ոչ մեկ չի կարող Տիրոջը Աստծուն ասի, ինչու ինձ չշնորհեցիր, ինչու նրան տվեցիր, միթե ես նրանից վատն էի կամ ինքը ինձանից լավն էր։ Այդտեղ լավի ու վատի հարց չկա, որտեղ արժանիք չի հաշվի առնվում։ Բոլորիդ էլ տալիս եմ, գնացեք իմ որդու մոտ, ընդունեք իմ որդուն և ընդունեք որդու ձեզ տրվելիք շնորհները, ես նրանով եմ տալիս։ Այդ անունի պատճառով, այդ պատվական, փառավոր, բարձր անունի պատճառով, Հիսուս Քրիստոս անունի պատճառով, Աստված մեծ պատիվ և մեծ շնորհներ է անում նրան ընդունողներին։ Հանուն Հիսուսի, տեղ կա Տեր Հիսուս Քրիստոս ասեց, մինչև հիմա իմ անունով չեք խնդրել, չէ՞, ասեց հիմա խնդրեք և ես կտամ, կստանաք, և հայրը կտա, որ որդին փառավորվի, մեկ ուրիշ տեղ ասում է հենց ես կտամ։ Այսինքն շնորհ գտնել հենց այդ է նշանակում, պատրաստակամ է Աստված, բարի է քո վրա, բարեհաճ է քո հանդեպ, ուսում է քեզ բարիք անի և ոնց որ այսպես ասի, ասա, ես հանուն իմ որդու պատրաստ եմ քեզ օրհնելու, ինչ ես ուզում, պատրաստ է տալու Տերը։ Իհարկե նաև այդ պատրաստ տալու մեջ կա, ասենց ասած, ամեն օրհնությունները, իրոք ամեն օրհնությունները, ինչպես այստեղ կարդացինք, ասում է շնորհք շնորհքի տեղը, ոնց որ աղբյուրը բխում է ջրի ակից, ասենց ասած, այդ ինչ որ քանակությամբ ջուր բխելուց հետո դրա հետևից հաջորդ քանակությունն է, չէ՞ գալիս, որ դուրս գա եւ բխի նորից։ Այնպես որ Տերը որոշել է անընդհատ, շարունակաբար, ընդ որում դա չի վերջանալու այս երկրավոր կյանքով։ Երկնքի արքայության մեջ էլ մենք ապրելու ենք Աստծո նվերներով։ Նրա բարեհաճությանը արժանացանք, այդ մեծ փառավոր, ասենց ասած, հաջողությունը ունեցանք մենակ նրա համար, որ դու ընդունել ես նրա որդուն, նրան, ով շնորհ բերողն է, աստվածային շնորհների Տերը, նվերների Տերը։ Փառք Աստծուն, դեռ մենք ոչ աչառություն է, ջոկողություն է դրել, ոչ էլ մի հատ չափանիշ է դրել, որ անհնարին լինել որևէ մեկի համար, ոչ մի արժանիք է
բանարել, ասենց ասած դրել, որպեսզի այդ արժանիքը ինչ որ մեր անձնական մի արժանիքը բավարարենք ու գուցե ոմանք կարողանային բավարարային այդ արժանիքը ունենային, ոմանք էլ չկարողանային եւ չհասնեին դրան, չէ, բոլորի համար հասանելի։ Այսինքն որ նայում եք Աստված իրոք ստեղից էլ սիրում է մարդկությանը, իր ստեղծած մարդուն եւ բարիք անելու սիրտ ունի։ Օգնելու, ձեռք մեկնելու ու ոչ թե միայն օգնելու, ձեռք մեկնելու։ Մենք շատ ժամանակ մտածում ենք, այս նեղությունից փրկի, այս հիվանդությունից, այս խնդիրից լուծի, այս դժվարությունից հանի, ասած շատ ավելի մեծ հավիտենական, մեծամեծ օրհնություններով որոշել է մեզ օրհնել։ Մեզ պետք է որպեսզի, այո, իր որոշած, ասած ասած տեղը մոտենանք, Քրիստոսին մոտենանք։ Ինչու՞, որտեղ Քրիստոսն էր այն անձը, որ մեզ համար կյանք դրեց, խաչի գործ իրականացրեց, մեռավ եւ հարություն առավ եւ մեզ համար իրավունք ստեղծեց, որ մենք իրոք օրհնված մարդիկ լինենք, ոչ թե անիծված, զրկված մարդիկ լինենք։ Փառք Աստծո սրա համար։ Եվ կուզեմ ես ձեզ համար կարդամ մի աղոթք, Մովսեսի աղոթքը պիտի կարդամ ձեզ համար։ Մովսեսը Աստծո առաջին շնորհ էր գտել, նրան հավատալով, նրան ընդունելով եւ հետաքրքիր է իր աղոթքը դիմել Աստծուն։ Պատկերացրեք, Աստված ասի՝ դու իմ առաջ շնորհ ես գտել։ Ասա, ինչ ես ուզում քո համար անեմ։ Մեկը սկսվի օրինակ ես ինչ դարդ ու ցավ ունեմ, չէ՞, ես հարցը լուծի, մեկը տունը, մեկը երեխեն, մեկը մյուսը, բայց հետաքրքիր Մովսեսի բանը, խնդրվածքը, կուզեմ կարդամ Ելիս 33-րդ գլխից 12-ից 17 համարը։ Եվ Մովսեսն ասաց Տիրոջը. նայր, դու ասում ես ինձ, հանիր այս ժողովրդին, բայց դու ինչ չիմացրեցիր, թե ում հետ ես ինձ հետ ումն ես ուղարկում, եւ դու ասեցիր, քեզ ճանաչում եմ քո անունովը, եւ իմ առաջին շնորհ գտար։ Եվ հիմա աղաչում եմ, եթե քո առաջին շնորհ գտա, խնդրեմ ինձ իմացրու քո ճանապարհները, որ ճանաչեմ քեզ եւ քո առաջին շնորհ գտնեմ։ Եվ տես, որ այս ազգը քո ժողովուրդն է։ Եվ նա ասաց. իմ երեսը պիտի գնա եւ ես քեզ կհանգստացնեմ։ Եվ Մովսեսն ասաց նրան. եթե քո երեսը մեզ հետ չգնա, մեզ այստեղից մի հանի։ Եվ ինչու պիտի գիտացվի, թե շնորհ գտա քո առաջին եւ ես եւ քո ժողովուրդը, չէ՞ որ քո մեզ հետ գնալով, եւ այսպես ես եւ քո ժողովուրդը երկրի երեսի վրա եղած բոլոր ժողովուրդներից գերազանցենք։ Եվ Տերը ասեց Մովսեսին. այս բանն էլ կանեմ, որ ասեցիր, որովհետեւ իմ առաջին շնորհ գտար, եւ ես քեզ ճանաչում եմ քո անունով։ Եվ նա ասաց. աղաչում եմ քո փառքը ցույց տուր ինձ։ Եվ շարունակության մեջ ասում է ինչպես ցույց կտա։ Հետաքրքիր է, ասենք Մովսեսը շատ, ասենք ասած, մի իմաստուն խնդրված ներկայացրեց։ Ու ասեց ինչու է դա հատկապես դա ներկայացնում։ Ասեք, մեզանից շատերը, որ գուցե, ասենց ասեմ, չեմ ասում, որ Աստված ասի, ասա, ինչ ես ուզում քեզ համար անեմ, գուցե հենց այդ պահին այդ առաջին անհրաժեշտության, առաջի sense մեծ կարիք հանդիսացող բանը կխնդրենք, Տեր օրինակ էս արա։ Մեկը օրինակ հիվանդ ունի, իմ հիվանդից բժշկի կամ էս բանը։ Գուցե ոմանք էլ կար հենց այդպես էլ եկել են հիմա։ Այսինքն եկել են, որ Աստծո առաջին շնորհ գտնեն, այսինքն Աստված իրենց ողորմություն անի, օգնի, ձեռք մեկնի ինչ որ կոնկրետ հարցով։ Ուրիշ բան չեմ փնտրում, այդ հարցի պատասխանն եմ փնտրում, այդ հոգսի կատարել եմ փնտրում։ Եվ հաճախ մարդիկ այնց են վերաբերում Աստծո հետ, որ կարծես թե միայն այդ հարցի համար է Աստված իրեն պետք։ Եվ իրենց կյանքի մեջ մենակ այդ հարցն է շատ կարևորված է, բան չկա, կամ ապագայում էլ բան չի լինելու։ Ու տեսնում ես, մարդիկ գալիս են հաճախ, Աստված էլ բարի է, իր բարությունը անում է, իր հարցը լուծում է, իր խնդիրին պատասխանը տալիս է, ու վերջ, էլ չկան իրանք։ Էլ ոչ հավաքույթ են գալիս, իհարկե մի քիչ խափում են իրանց, դե մենք մեր տանը մեր Աստծուն կպաշտենք։ Դե որ քո տանը կպաշտե, դե տանը աղոթքաներ ստանա, էլի եկա ստեղ ստացար։ Ասենց ասած։ Ու չկան։ Այսինքն դուրս է գալիս, որ իրանք եկան Աստծո բարեհաճության արժանացան, այդ բարեհաճությունից օգտվեցին մի բանով ու գնացին, ու իրանց ուզած այնց էր։ Բայց Մովսեսը տեսեք ինչ է խնդրում, ասես Տեր,
Հիմա աղաչում եմ, ասում եմ, եթե քո առաջին շնորհ եմ գտել, օգտվում այդ բանից։ Տեր Աստված, դու ես ասել, քո առաջին շնորհ եմ գտել։ Դու բարեհաճ վերաբերմունք ունես իմ նկատմամբ, պատրաստ ես ինձ բարիքներ անելու անկախ ամեն ինչից։ Ես հիմա աղաչում եմ, եթե քո առաջին շնորհ գտա, խնդրեմ ինձ իմացրու քո ճանապարհները, որ ճանաչեմ քեզ եւ քո առաջին շնորհ գտնեմ։ Այսինքն իր փափագը սա էր, բայց իմաստուն փափագ էր։ Մենակ ցանկություն չէր, դրա մեջ իմաստություն կա, կասեմ ինչն է։ Ճանաչեցրու քո ճանապարհները, չէ՞, այսպես ասում։ Նորից կարդամ. իմացրու քո ճանապարհները, որ ճանաչեմ քեզ, որ քո առաջին շնորհ գտնեմ։ Ասեք, ասում արդեն ես քո առաջին շնորհ գտել եմ։ Բայց հիմա խնդրում եմ ինձ օգնի, որ քեզ ճանաչեմ, քո ճանապարհները ճանաչեմ, քեզ հասկանամ, քո կամքը հասկանամ։ Ինչու, որ քո առաջին շնորհ գտնեմ։ Այսինքն սա ինչ է նշանակում։ Նախ իր համար շատ թանկ էր այն հարաբերությունը, որ Աստծո հետ իր մոտ ինքը ուներ, ստեղծվել էր։ Շատ թանկ էր, որ Աստված իրան այդ բարեհաճ վերաբերմունք ունի իր նկատմամբ։ Անկախ իր ամեն ինչից ինքը ողորմություն էր գտել Աստծո մոտ։ Եվ ուզում էր, որպեսզի այդ բարեհաճ վերաբերմունքի մեջ մնար, որ Աստված շարունակաբար այդ շնորհներին իրան արժանացներ, որ չլինի թե մի հատ աննորմալ, անշնորհ, վատ, չար բաներ անելով, օրինակի համար Աստծո շնորհ այդ բարեհաճ վերաբերմունքից կտրվի եւ օրինակ Աստծո բարկության արժանանա։ Ինքը լավ էր հասկանում, եթե ինքը Աստծուն չճանաչի, եթե Աստծո կամք չիմանա, Աստծո ճանապարհները չիմանա, Աստծո հաճելին ուզածը եւ անհաճելին էլ, ասենք ասած, չհասկանա, չիմանա, ինքը չի կարա այդ շնորհի մեջ երկար հարատևի։ Լիքը թեկուզ առանց հասկանալու մարդը, լիքը սխալներ անելու։ Կարող անգամ ոգևորված, իրեն թվա թե էսի Աստծո ուզածն է, Աստծո կամքն է, էս անեմ, այն անեմ, բայց հակառակ սխալ բաներ անելու, գայթակղություններ տալու բարկություն է բերել իր վրա։ Գուցե ժամանակ կա ընդհանրապես այդ շնորհից կզրկվի էլ։ Դրա համար է Սուրբ Գիրքը ներկայացնում Հովանու 4-րդ գլխում, երբ որ 23-24 Տերը խոսում էր Սամարացի կնոջ հետ, հիշում եք, ասում է Աստծուն հաճելի երկրպագությունը սա է, որ հոգով եւ ճշմարտությունով երկրպագին։ Այսինքն ինչ էր դա նշանակում։ Ոչ միայն անկեղծ, սրտանց, ջերմեռանդ, նվիրված, ջիգյարով ոնց որ ասած։ Էդի քիչ է։ Կարան լիքը անկեղծ մարդիկ կան, լիքը սխալ ապրում են Աստծո առաջին, բայց իրանք անկեղծ sense այդ գործեր անում են, որ որպես թե Աստծո համար պաշտամունք, որպես Աստծո նվիրված մի գործ արած մի բան։ Չէ, ասում է հոգով, այսինքն սրտանց։ Եվ ինչ ճշմարտությունով, այսինքն իմանալով Աստծո կամքը, հենց Աստծո կամքի պես անելով, սրտանց արա, բայց Աստծո ինչպես Տերն է ասել, ինչ որ Տերն է ասել։ Էսա Աստծուն հաճելի երկրպագությունը էսա։ Աստծուն հաճելի մարդիկ նրանք են, ովքեր այո, սրտանց են Աստծուն մոտենում եւ Աստծո խոսքի պես, ոնց որ Տերն է ասել։ Այնքան ինքնահնար պաշտամունքներ կան, ինքնահանար գործեր կան, աշխարհը լցված է գործերով, որ հանուն Աստծո է, այսինքն Աստծո համար է, Աստծո անունի համար է, բայց Աստված չի ընդունում։ Տեղ կա Տեր ասում է, ես ձեզ չեմ ճանաչում։ Իրանք զարմանում են, բա քո համար արեցինք, քո արժև արեցինք։ Դրա համար մարդը, որպեսզի այս Աստծո բարեհաճ, քաղցր, հաճելի վերաբերմունքի մեջ մնա, այո, մեզ պետք է նաև մնալ եւ առաջադիմել, այսինքն նես չի, որ հիմա շնորհ եմ գտել, վերջացավ, ինչ էլ անեմ մեկա, էսի սենց էլ կլինի, չէ, տեղ կա որ կարաս բարկացնես Աստծուն, տեղ կա կարաս զրկվես Աստծո օրհնությունից, շնորհած բանից։ Հենց նույն Մովսեսի համար ուշադրություն դարձեք, Մովսեսը երկնային կյանքից, հավիտենական կյանքից չզրկվեց, բայց մի նվեր շնորհ կար, որ Աստված շնորհ էր անում այդ ժողովրդին, այդ շնորհից զրկվեց։ Հիշում եք օրինակ այդ պատմությունը, որ իրանք անապատում այդ ժողովրդի հետ Մովսեսն էր, ասենք առաջնորդում էր, միտեղ եղան, որ ջուր չկար եւ ժողովուրդը տրտնջաց, բողոքեց, նեղվեց։ Եվ Մովսեսն էլ բարկացավ իրանց վրա, որովհետեւ այտենց իրավիճակներ էլի էր եղել եւ Աստված հրաշքով ջուր էր տվել նրանց։ Եվ Աստված
երբ որ խոսես Մովսեսը Տիրոջ հետ, Տերը ասեց ժայռին վեմին ասա խոսքով եւ վեմից ջուր դուրս կգա եւ ժողովուրդը կխմի։ Եղել է դրանից առաջ մի իրավիճակ, որ ուրիշ բաներ Տերը ասել է ժայռին գավազանով հարվածի եւ գավազանի ժայռից ջուր դուրս կգա եւ ժողովուրդը կխմի։ Բայց այս անգամ ասած ասա խոսի բառով խոսքով ասա եւ ժայռից ջուր դուրս կգա։ Մովսեսը բարկացել էր, այդ բարկության մեջ կարելի ասել հավասարակշռությունից ելավ, մեղանչեց։ Չասեց, նորից գնաց գավազանով հարվածեց։ Տերը, ասենց ասած, պահեց իր ծառայի պատիվը։ Անես չէր, որ հարվածեր ու ջուր չգար, մեկը ժողովուրդ ասել էս ինչ եղավ, այլ չես Աստված քո հետ չի, Մովսես։ Էլի ջուր տվեց։ Բայց հանդիմանեց Մովսեսին։ Ասես դուք սրբեցիք իմ անունը այս ժողովրդի մեջ ու հիշում եք ինչից զրկեց Մովսեսին էլ Ահարոնին էլ չարչարվել տանջվել են Եգիպտոսի երկրից դուրս են եկել տանջանքով ճանապարհ են անցել որ պետք է մտնեն իրանց երկիրը հանգստի երկիր որտեղ պետք է այս չարչարանքներից վերջապես հանգստանան զրկվեց այդ նվերից զրկվեց ինչի համար որտեղ ճիշտ չվարվեց Աստծո առաջին Չենք ասում հավիտենական կյանքից զրկվեց, չէ, բայց այդ երկրավոր հանգստից ինքը զրկվեց, չմտավ այդ հանգիստը, ոչ էլ Ահարոնը իր հետ։ Այսինքն էսա որ ուշադիր պիտի լինենք, մարդու համար պիտի թանկ լինի, այն ինչ որ ձեռք ա բերել, այն Աստծո բարեհաճությունը, հասկանում եք, ինչ մեծ, ասենք ասած հաջողությունն է Աստծուն ունենաս, քեզ Տեր, քո հայրը Դու լինես իր բարեկամը, դու լինես իր որդին, դու լինես իր բարեհաճության տակ, որ երբ որ կանչես ասի ահա ես, այսինքն պատրաստ եմ, ասա ինչ անեմ, որ հարցում օգնեմ։ Այսինքն մեծ ողորմություն է։ Բայց մարդիկ թողում եթում են, կամ մարդիկ չեն հասկանում սա եւ օրինակ Մովսեսի նման չեն խորում, որ ճանաչեմ Աստծուն, ճանաչեմ իր ճանապարհները, հասկանամ իր կամքը, հենց անեմ, որ հանկարծ այս բարեհաճությունը չկտրվի վրայից։ Էսի նես որ Մովսեսը լավ բան խնդրեց։ Տեղ կա Տերը Սողոմոնին ասեց, չէ, հարցրեց, ինչ ես կամենում անել։ Այսինքն շնոր եմ ուզում անել քեզ, շնոր ես գտել իմ առաջին, նվեր եմ ուզում անեմ, ինչ ես ուզում։ Հիշում եք ինչ խնդրեց։ Խնդրեց իմաստություն որ այդ իմաստությամբ ինքը Աստծուն ծառայի, Աստծու ուզած ձևով է ժողովրդին թագավորություն անի, ղեկավար, իսկ Աստծուն հաճելի, Աստծուն նազանդ լինի։ Ճիշտ է, չմնաց վերջում դրա մեջ, բայց Աստված շնոր արեց նրան, նվեր արեց, այո, իմաստություն, բայց ինչ ասեց, ասեց, քանի որ դու քո թագավորության համար չխնդրեցիր օրինակ խաղաղություն, թագավորեմ պատերազմ չլինի, հանգիստ խաղաղ թագավորեմ, կամ հարստություն, առատ լինի, լինի, աղքատություն չի Ես քեզ համ իմաստությունն եմ քո խնդրած տալիս, համ խաղաղությունն եմ տալիս, համ էլ հարստությունն եմ տալիս, քո չխնդրած բաներն էլ եմ տալիս։ Այո, մենք շատ ժամանակ վերցնում ենք ու գնում ենք, բայց չենք մտածում, եթե դու ասենց ասած Աստծո ուզած բանը կերպով վարվեիր, ապա այն էլ կլներ։ Որտեղ Աստված շռայլ է, առատաձեռն է, հարուստ է, եւ Աստված ուրախանում է իր օրհնելով։ Ինքը ուրախություն ունի Սուրբ Գիրքը ասում է իր օրհնելու մեջ։ Եվ այստեղ նաև մի բան էլ ուշադրություն դարձրեցիք, Մովսեսը այսպիսի բան էլ ասեց Տեր, դու ասում ես շնորհք եմ, չէ՞ գտել քո առաջին, բայց դու չես ասում, հիշեք, էսի անապատում էր, որտեղ իրենք քայլում էին, գնում էին այդ խոստացված երկիրը, հանգստի երկիրը, կաթումեղր բրխող երկիրը։ Ասում բայց դու չես ասում, Տեր, ասենց ասած ում ես մեր հետ դնում, ով պիտի մեր հետ մեզ առաջնորդի։ Եվ ես ասեց, եթե շնորհ եմ գտել քո առաջին, խնդրում եմ քեզ, դու արի մեր առաջից, դու մեզ տար։ Եթե մեկ ուրիշին կդնես, որ մեզ տանի, ավելի լավ է ստեղից դուրս չգանք։ Այսինքն իրոք մարդը պիտի, որ ասեցի, իր շնորհ գտած վիճակը, որ Աստծուն ունի, Աստված իմ հետ է, Աստված իմ Տերն է, այսինքն մեծ ողորմություն է, հաջողություն է, այս իր համար թանկ լինի, գնահատելի լինի, մեծ լինի։ Ինքը սենց ինչ է այստեղ ասում է,
Իմ մեր գերազանցությունը, գերազանց լինելը, առավելը լինելը, բարձրն են մնացած ազգերից հենց սրանով է, որ դու ես մեր առաջնորդը, դու ես մեզ առաջնորդում։ Այսինքն էս է նշանակում անգամ ոնց որ Մովսեսը էս ասի, եթե անգամ քո բարիքները կանես մեզ, շնորհներ կտաս, բայց դու մեր հետ չես ելնի, այդ բարիքներն էլ մեզի պետք չի դառնում։ Իրականության մեջ հոգևոր մարդը սես պետք է մտածի, այն երեխու նման պետք չի լինի, որ ծնողը գալիս է վազում է դեմը ինչ ես բերե, բայց ծնողին ասենք ինչ որ շնորհակալություն հայտնի կամ ծնողի ոնց որ արժեքը գնահատվի, բանանի, կարծես թե չի երևում, էլի ավելի շատ ինքը փնտրում է թե իր համար ինչա ծնողը բերե։ Ավելի թեք մտածենք ինչ է Աստված մեզ տալու, բայց մեր ամենամեծ հարստությունը պիտի հենց ով լինի, Աստված լինի, Աստծո ներկայությունը լինի։ Անկամ ես պիտի մտածեմ, ես չեմ ուզում Աստված մի բան տա, որ ինքը իմ հետ չլինի, բայց չեմ ուզում։ Մարդիկ այնպես մտածել են, թող Աստված ինձ օրինակ եմ փրկի, բայց ինչ պարտադիր է որ Աստված իմ հետ լինի, այսինքն կարծես թե իր օրենքներով, իր ասած ասած պահանջներով բան, ես իրան անհաճելի է երևում։ Բայց իրականության մեջ իրոք, եթե մենք շնորհք ենք գտել, այսինքն Աստծո մոտ հաճության ենք արժանացել, հենց Աստված, որ մեր հետ է, մեր Աստվածն էսի ամենամեծ հարստությունը պիտի լինի։ Մեզ պետք չի ուրիշ բան առանց Աստծո։ Ընդ որում ինչ որ Աստված տա առանց իրա անկաս լինի, այդ ամեն ինչը փչանալով դերան բանը չես կարա դու պահես։ Իրա նպատակին չել ծառայ, գրված է ամեն ինչ նրանով նրանից եւ դեպի նա։ Մենակ այս դեպքում է իրոք այդ շնորհքը իր նպատակին հասնում, այդ նվերը, բարիքը, օրհնությունը իր նպատակին ծառայում։ Եթե առանց Աստծո, Աստծուց թե Աստծո բարիք անգամ վերցնես ու էլ առանց Աստծո լինես, այդ բարիքն էլ ես կորցնելու։ Մովսես ասում է առանց քեզ չեմ գնա, չեմ ուզում գնամ։ Կգաս իմ հետ, մեր հետ, կառաջնորդես, կգնանք։ Չէ, թող ավելի լավ է անապատում մնանք։ Իսկ քեզ ենք ուզում, դու ես մեր ամենամեծ բարիք։ Եվ ասում է մեր գերազանց լինելը մնացած շրջապատի ազգերով սրանումն է, որ դու մեր հետ ես, դու ես մեզ առաջ տանում։ Մենք էլ պիտի մեր գերազանցությունը դրանում տենանք, չեմ ասում մենք պիտի մեզանով բարձրանանք, շնորհը այդ նշանակում է քեզ բարձրանալու տեղ չի թողել, շնորհ նշանակում է Աստված է բարի, դրա համար է քեզ տենց վերաբերմունքի արժանացնում, ոչ թե դու շատ լավն ես, լավ գործերի տերն ես, եսի ինչեր ես արել ու դրա համար անպայման բավոնց արժանի եմ Աստված, ասենց ամ չէ։ Երբ որ այտենց է, որ քո արժանինքները տեղ չկան, այլ Աստծո արժանինքների պատճառով է քո բարությունը, Հիսուսի արժանինքների, որ Հիսուսը խաչվեց ու հարություն առավ եւ այդ արժանինքը ստեղծեց, ուրեմն սպառծանքը Հիսուսն է։ Չի թողելու դու պարծենաս։ Բայց ինչա բանանում, ասենք մարդը էլ իր համար իր գերազանցությունը սրանումն է տենում։ Ոչ թե օրինակ մարդիկ կան իրենց հարուստ լինելու մեջ են իրենց գերազանցությունը տենում, որ իրանք բարձր են շատերից, գերազանց են, մեկ իր իմաստությունով, մեկ ուրիշ բանով, մենք է սրանով Աստծո մոտ շնորհ ենք գտել։ Աստված մեր հետ է, Էմանուել, Աստված մեր հետ։ Իսկ ամենաբարձր ոնց որ ասած հաջողությունն ու արժեքն է, որ սրանից բարձր հաջողություն չկա։ Այն հարստությունից էլ, այն եսիմ պատվից էլ, աշխարհի միջի փառքից էլ, եսիմ ինչ որ կա, որ բարձրանում են ու բարձր են տեսնում մարդիկ իրենց, դրանից ավելի շատ ավելի բարձր սա է, Աստված մեր հետ է։ Եվ նրանք ովքեր հասկացել են, թե ինչ կարևոր է, որ Աստծո առաջին շնորհ են գտել, ինչ հաջողության մեջ են մտել, ամեն ինչ պետք է անեն, որպեսզի այդ հաջողությունը չկորցնեն։ Տեր դու եղիր մեր հետ։ Տեղ կա Սուրբ Գիրքը ասում է, շնորհքից ընկան, կտրվեցին, կային, կտրվեցին։ Օրինակ Գաղատացիս 5-րդ գլուխ 4-րդ խոսքը կարդացեք։ Հենց Պողոս առաքյալը Գաղատացին ասում է, կտրված եք Քրիստոսից, խափանված եք Քրիստոսից, կտրված եք շնորհքից, եւ Քրիստոսը ձեզ ոչինչ չի անի սրանից հետո։ Դե գնացեք, տեսեք, տենանք ոնց եք դուք ձեզանով մի բանի հասնում։ Ինչ էր կատարվել, որտեվ ավետարան էին եկել, ծռե, խեղաթյուրե, ուրիշ բան էին խոսացել։ Այդ ասենք ասած ձրի Աստծո այդ օրհնության ճանապարհից հանել էին, դրել էին օրենքի իշխանության տակ, արա որ ստանաս։
Տերը ասում է մնացեք իմ մեջ, չի ասում որ հարավոր ստանաս, այսինքն չի ասում որ քո արժանինքները պիտի ստեղծես, արժեքներ պիտի ստեղծես դրա հիման վրա քեզ վարձատրեմ, չէ։ Դու ինչ էլ անես, չես կարա այն արժեքը ստեղծես, որ հավիտենական օրհնությանը արժանանաս։ Դու չես կարա այդ արժեքը չես կարա ստեղծես։ Տերը մենակ էս ասում մնացեք այն ինչի մեջ դրվել եք, պահպանեք էդի։ Չկտրվեք հանգարց, չթողնեք։ Եբրայեցիս 12-րդ գլուխ, կարծում 13-րդ խոսնակը լավ չհիշեմ, երբ որ ասում է շնորհքից յետ մնացողների մասին, չէ, չլինի թե որևէ մեկը Աստծո շնորհքից յետ մնա, եւ նրա սրտում ինչ մի դառնության արմատ բուսի, որ բղծի իրեն էլ շատերին էլ։ Այո, շնորհքից հետ մնացողը, որ օրհնությունները նրա կյանքում դադարում են Աստծո, ինքը դառնում է չարություն անող եւ շատերին էլ մղում է չարություն անելու։ Եվ հետեւաբար այո, շատ կարեւոր է որ մենք թանկ գնահատենք այդ վիճակը, որ Քրիստոսին ընդունելով արժանացել ենք Աստծո բարեհաճությանը եւ պահենք։ Իսկ պահելու համար կուզեմ մի հատված էլ կարդամ ու աղոթ կանենք Հովհաննես 15-րդ գլուխը կուզեմ կարդամ։ Տեսեք, այստեղ Տերը խորհրդով օրինակով է ներկայացնում իր եւ մեր միաբանությունը, հաղորդակցությունը, այդ շնորհ գտնելը հենց Աստծո մոտ։ Մենք ներկայացնում է իրեն խաղողի վազ, ես եմ ճշմարիտ որդը, որդատունկը։ Դուք էլ ճյուղերը։ Եվ ներկայացնում է հետևյալ իրականությունը։ Ինչպես որ ճյուղը ինքը իրանով առանց որդատունկի ոչինչ չի կարող անել։ Պատկերացեք ճյուղ կտրված, առանձնացված որդատունկից։ Չորանալու է, կարող է մի բան արվի, չէ։ Այնպես էլ դուք առանց ինձ ասում եք ինչ ոչինչ չեք կարող անել։ Այսինքն, եթե դուք կարող եք հաջողություն ունենալ, օրհնված լինել, պտուղ բերել, ապա շնորհիվ ինձ է։ Իմ տված օրհնություններով է, որ ես ձեզ համար ոնց որ ձեռք եմ բերել, ես ձեզ շնորհում եմ փրկություն, կյանք, հավիտենական եւ ամեն բաները։ Դուք ձեզանից ոչինչ չեք կարող անել։ Եվ ներկայացնում է, որ կարելի ասել, մենք այս բարի, այս հաճելի վիճակի մեջ ենք։ Տիրոջ վրա հաստատված ճյուղեր, խաղողի վազը, որդատունքը, ամբողջ աշխատանքը իրականացնում է այդ հողից, այդ վերցնում է համապատասխան այդ ամեն ինչը, սնունդը, դարձնում է ինչ-որ կենսահյութ կոչված մի բան, փոխանցում է ճյուղին եւ ճյուղը պատրաստի ընդունում է այն բանը, որով կարող է ինչ անել պտուղ բերել։ Պտուղը ճյուղի վրա է, ճիշտ է, բայց այդ պտուղի առաջանալու ամբողջ process-ը խաղողի որդատունկի վազի աշխատանքով է։ Այսպես է, այսինքն այսին շնորհք է, երբ որ պատրաստի օրհնվում ես եւ պտուղ ես տալիս։ Բայց Տերը ինչ ասեց, ճյուղեր կան, որ կտրվելու են, ինչ անեն, գցեն կրակը։ Իսկ այդ օրհնյալ վիճակից, այդ շնորհալի վիճակից դուրս են գալու։ Հաղորդությունից կտրվելու են։ Բայց որպեսի մնանք, այսպեսի պատվեր տվեց։ Կարդամ ձեզ համար 5-րդ խոսքից. Ես որդն եմ, դուք ճյուղերը, նա որ ինձանում մնում է եւ ես նրանում, նա շատ պտուղ է բերում, որովհետեւ առանց ինձ չեք կարող ոչինչ անել։ Եթե մեկը ինձանում չի մնում, նա դուրս կգցվի, ինչպես ճյուղը եւ կչորանա։ Այսինքն, տենում եք չմնալ էլ կա։ Մնացեք ասում, այստեղ ասում է, եթե չմնա, կգցվի, կգտրվի, կգցվի։ Եվ ժողում է նրանց եւ կրակի մեջ գցում եւ այրվում է։ Եթե կենաք ինձանում եւ իմ խոսքերը ձեզանում կենան, ինչ որ կամենաք, խնդրեք եւ կլինի ձեզ։ Ուշադրություն դարձեցիք։ Ինչ որ խնդրեք կլինի ձեզ, բայց երբ որ իմ խոսքերը ձեզանում կենան, լինի իմ խոսքը ձեր մեջ բնակվի, դուք այդ խոսքը ընդունեք, համաձայնվեք, հոժարվեք եւ հենց նորից Աստծո շնորհքով դրա մեջ ինքներդ էլ մնաք։ Սրանով փառավորվեցավ իմ հայրը, որ շատ պտուղ բերեք եւ իմ աշակերտներ լինեք։ Ինչպես իմ հայրը ինձ սիրեց, ես էլ ձեզ սիրեցի, կացեք իմ սիրո մեջ։ Սիրում եմ ձեզ, ուզում եմ խնամ տանեմ, ուզում եմ բարիք անեմ, օրհնեմ ձեզ։ Մնացեք այդտեղ, մի դուրս եկեք այդ սիրուց, այդ վիճակից։ Եվ ինչ ասում, ոնց, եթե իմ պատվիրանները պահեք, իմ սերի մեջ կկենաք։ Ինչպես ես իմ հոր պատվիրանները պահեցի, կենում եմ նրա սերի մեջ։ Այսինքն այո, էսա։ Նույնիսկ չի որ Աստված ասել է գնա ինչ կուզես արա, մեկը ես քեզ օրհնելու եմ, չէ։ Ես քեզ սրբեցի, մաքրեցի, Քրիստոսով իմ առաջին շնորհ գտնել տվեցի, որոշել եմ, որ ամեն կյանքի աստվածապաշտության բարիքներով քեզ օրհնել, մնա այս բարի վիճակի մեջ։ Հնազանդ, լսող, կատարող։ Շնորհ պիտի։ Եվ ասում իմ պատվիրանները պահեք, մնացեք, ով պատվիրաններս պահում է, նա է մնում իմ սիրո
մեջ, այս արշավը։ Նես չի որ պատվիրանները պահելով դու արժեք ես ստեղծում, արդեն ոչ թե շնորհք է գործում, այլ վարձատրություն։ Դե որ պատվիրանները պահել եմ անպայման ուրեմն Աստված պարտավոր անձի նվերներանի, չէ։ Դու պատվիրանները պահելով ուղղակի մնում ես ճյուղի նման, ոնց որ ճյուղը կպած է մնում հաղորդալնում խաղողի վազին, դու էլ մնում ես Քրիստոսի հետ հաղորդ, որ այդ աղբյուրից հա քո մեջ բխի, ինչպես ասում է, շնորհք նրանից առանց շնորհք, ինչ շնորհքի տեղը։ Էս էս կատարում, ոչ թե այս անգամ արդեն սկսում է օրենք գործել։ Օրենքի բանը, հոգեբանությունը արդեն որ արել ես, դրա պատճառով, դրա չափանիշի անպատասխան քեզ էլ օրհնելու է։ Չէ, դու ուղղակի մնում ես Տիրոջ մեջ, որ այդ օրհնությունը շարունակվի։ Այսպես է։ Եվ Տերը օրհնի մեզ, որպեսզի մենք այո, գիտակցենք սա եւ ասենց ասած դա թանկ է, կարեւոր է, դա պահենք, ամեն կերպ պահենք եւ առաջադիմենք։ Եվ շնորհքից շնորհ գնալ կա, նորանոր օրհնություններ ստանալ կա։ Իսկ սրա համար նորից հիշեցնեմ իմ խոսքը, ինչպես Մովսեսն էր ասում. ճանաչենք Տիրոջը, ճանաչենք իր ճանապարհները, հասկանանք իր կամքը, հասկանանք իր սիրտը, իրան, իր ուզածը, ցանկացածը եւ ապրենք իրան հաճելի ձևով, իր տված նորից շնորհքով։ Աստված օրհնի մեզ։ Մենք մեծ հաջողություն ունենք, Աստծուն ունենք, շնորհք ենք գտել Աստծո առաջին, մնանք այդ շնորհքի մեջ, ինչպես Տեր ասաց, մնացեք իմ սիրո մեջ։